Եթե հիմա խոսում է Ռոմանոս Պետրոսյանը չարաշահումների մասին, ինչ որ գումար է, չէ, որը մտած է եղել այդ 40 դրամի մեջ, եւ շահույթի նորմա ունի մասնավոր ընկերություն է, դա առանց շահույթը չի աշխատում։ Եթե դրանք հանում ես, տրամաբանված է, որ պիտի սակագինը իջնի։ Սա ենթադրություն էր, բարեխիղճ ենթադրություն էր։ Հա, եւ սա նշանակում էր, որ այդ հանձնաժողովը նախկիններում, երբ հաստատել է պահանջված սակագինը, թեկուզ քննարկումներից հետո, ուսումնասիրություններից հետո, դրանից հետո երբ հաստատել է, ուրեմն լավ չի ուսումնասիրել։ Ինչի լավ չի ուսումնասիրել, քյարը ինչ է եղել, կամ անկորձություն է դրսևորել, ինչով վնաս է պատճառվել ամբողջ Հայաստանի Հանրապետությանը, կամ էլ ավելի վատ կոռուպցիոն գործարքի մեջ է մտել, բերել տեմ են տվել ուռճացված թվեր, թե տեսեք ինքնարժեքը մեզ մոտ էսքան է նստում, հորը Սարև բան եւ այլն։ Հանձնաժողովն էլ ասել է, հա դե որ ասում ես մենք քեզ հավատում ենք, այդ է հաստատում ենք ուզածդ գինը, ինքնածախսած ածկում, պլյուս շահույթ պայմանական, էլի, հասկանալի է, հա։ Թերացել են։ Հիմա ես հանձնաժողովը չի կարողանալու բացատրել, թե ինչու պիտի այդ չարաշահումները հանելուց եւ շահույթի նորման դուրս բերելուց հետո էլեկտրաէներգիայի սակագինը մնա նույնը։ Սա շատ վատ է։ Այս հանձնաժողովը այսօր ապացուցեց, որ ինքը հանրային ծառայությունները կարգավորող չէ, ինքը մենաշնորհային տնտեսությունների հետաքրքրությունները սպասարկող ծառայություն է, էլի։ Եվ ով է մեղավոր, չգիտեմ, այս իշխանությունը դե այդ հանձնաժողովն էլ է պետական, էլի, իշխանության մարմին է իրականում, էլի։ Հա, կզբաղվի, չի զբաղվի, չգիտենք, էլի, հա։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։